Բարի լույս ընկերներ, ավաս ես պլան Mr. Fix, տենց պլանի մասին անենց, քաշելու պլանի մասին չի, ոնց եք, բայց որ ասեմ, սաղը դե կհասկանաք, ինչի մասին է էլի խոսքը, տեսե ես օրինակ ոնց քաղաքականությանը սկսեցի ուրիշ ձևի նայել, երբ որ դառա ինժեներ, երբ որ սովորեցի ինչա նշանակում պլան գծելը, ծրագիր կազմելը։ Ուրեմն դու կազմում ես ծրագիրը սկզբից, արդեն մտածում ես ինչ պիտի լինի, ոնց պիտի լինի, այս դեպքում ինչ կանես, այն դեպքում ինչ կանես, ու նոր սկսում ես աշխատել այդ ծրագրի վրա։ Որտեւ եթե չես անում, գալիս ես ռաստում ես մի սիտուացիայի, որ չի լինում, կամ բարթանում է, կամ մի ուրիշ ճանապարհ ես ընտրում, որ հետո փոշմանում ես, ասում ես, վայ, բայց իմանայի, սենց կանեի, ինձ կանեի։ Ֆիլմ գրողը դաժե մտածում է, եկա պլան է գծում ոնց անի իր ֆիլմում, որ սենց լինի, հետո նենց լինի, հետո նենց լինի, դաժե մինիմալ ժուլիկը, չէ, մտածում ասում, այդ համ սենց անեմ, ես ես կանեմ ու սենց կլինի, իր օգուտը կքաղի։ Մտածեք, մենք շատերս մտածում ենք, որ մենակ այն մասոնները, բաներն են, ես իմ 100 տարվա ծրագիր ունեն, ես իմ ինչ ունեն, բայց դες չի, ցանկացած են, ինչ ասեմ, են Ուրուգվային էլ ծրագիր ունի, ինչ-որ մի, ասում է, սենց անեմ, որ նենց լինի։ Չնայած Հայաստանը չուներ, որտեվ անտեր ապրում էր, բայց այն ուժերը, որ գրավել են Հայաստանը, այ դրանք ունեն, դրանք մտածում են միշտ, դրանք պլանները գծում են սկզբից, Հավայի թավակյալի չէ, նենց ախպեր դե մեխը բան է լավ ծռի վրա են թոյթաչի, դա հելը դե տենանք էլի մի հատ որդե կլինին դե որդե կդրի կապը, եսի ինչ է, չէ, տենց հայկական էշություններ։ Իրանք տես բաներ չունեն, նամանավանդ քաղաքականության մեջ, որ ասեն, քելեք սենց անենք, հլը տենանք ինչ կլինի, հետո կտենանք ինչ կլինի, ախպեր։ Դե մենք խելացի ազգ ենք, չէ, կջոգենք մոմենտի տակ բան, սենց ճիշտը սենց կանենք ու բան կլինի, ոչ մի բան է չի լինի։ Հիմա շատերը նայում են ինչ-որ լնում է, հա, տես էսի լավ, որովհետև նենց է լավ, որովհետև սենց է լավ, տենց չի, էտի ամեն ինչ լնում է, որովհետև դրանից նախորդ, դրանից առաջ եղած ինչ-որ մի բան նա եղե, որ անողը գիտեր, որ անի, կարող է էս լինի, որովհետև որոշ դեպքերում կարա էս լինի կամ այն լինի։ Հիմա այս բլոկադայի հետ կապված Ռուսաստանի, որ որոշ ապրանքներ բլոկադա են անում, որոշ մարդիկ ուրախանում են, որոշ մարդիկ տխրում են, որոշ մարդիկ իմ նման մտածում, որ դա տրամաբանական շարունակությունն է, տենց է պիտի լիներ, կամ էսի մի վարիանտն է այն ծրագրի, որը անում են Հայաստանի հետ։ Այսինքն sense պատահական չի լինում, էլի։ Ոնց է դա լինում։ Տեսեք, երբ որ այս գծագիրը գծել են, չէ, Հայաստանին կտրեն Ռուսաստանից։ Այդ մարդիկը դեբիլ չէին, մտածել են, չէ, որ հələ մի րոպե, որ սենց անենք, Ռուսաստանը կջոգի, Ռուսաստանը ինչ կարա անի, օրինակ կարա բլոկադա դնի մեր ապրանքների վրա։ Ահա, բայց այդ վաղտ ինչ ենք անում, որ ասենք ժողովուրդը չլինի իրանց տեխնացուին հում ուտի։ Չնայած մի օր անելու է երևի, հույս ունեմ։ Ասում են, որ սենց լինի, ուրեմն սենց կլինի։ Օրինակ ինչ կլինի, օրինակ գազը ջանդամը թանկացնեն, բան կանեն, կբերեն Ադրբեջանից, հարևան բարեկամ Ադրբեջանից։ Ահա, բայց հիմա ոնց պետք է անենք, որ հայ ժողովուրդը, որը տասնամյակներ պատերազմել Ադրբեջանից, հիմա դրուկ ասի, վայ, ոչինչ, ադրբեջանական գազը ինչ լավ էլ վառվում, արա։ Ռուսական կեղտոտ բանը պուտլոյի գազներ վառում էինք, չէր վառվում։ Մեկ սառացնում էր տաքացնել փոխեն, բայց ադրբեջանական տեսեք ինչ լավն է։ Օրինակ դրան փապկացնում են, ոնց են փապկացնում, օրինակ կարան այդ գազը բերելուց առաջ բենզին բերեն, վայ, դες ոնց մի բան է եղել, չէ՞ մեր այդ։ Հա, բանան են խոսույթը փապկացնեն, ասեն, այ մարդ Ադրբեջանը չի մեղավոր, բան։ Իրանք вообще-то մենք ինչ նման ենք, դες տավարներ կան, չէ՞, հիմա ելույթներ են ունենում, բան։ Ամբողջ մեդիա դաշտը լցված է
ադրբեջանցիներին փապկացնելու, ընկեր սարքելու վրա։ Այս ծրագրերը որ կան, տեսեք, նաև ինչն է դեր խաղում։ Հիմա որ ChatGPT-ին բացում ես, մի հատ բան ես գրում, այնքան բանակ ես գրում, ասում ես, «Ոայ, քոր էս ոչ չի մտածել», որովհետև բաներ կա մարդուղեղը ամեն ինչը թեկուզ գիտի, բայց չի մտածում։ Իսկ այս ծրագրերը արդեն տասնամյակներ գրվել են ոչ թե մարդու կողմից, այլ հենց սենց արհեստական բանականությունների։ Ճիշտ է, այս տեսակի զարգացած չի էլ 20 տարի առաջ, բայց էլ եղել է։ Օրինակ, հիշում եք, բոլորս գիտենք, լսել ենք, որ կային սուպեր կոմպյուտերներ, արդեն տասնամյակներ կային։ Իսկ ասեմ սենց, արհեստական բանականության արդեն գործող ինչ-որ մի պրոտոտիպը մի 40-50 տարի առաջ եղել է։ Ճիշտ է, տենց արագ չէր, տես մեծ չէր, բայց կար։ Այդ սուպեր կոմպյուտերները, որ ստեղծում էին ու գիտեինք, կար մի հատ տիտան, եսի մինչ, թե եսի սենց անուններ կային, ես չգիտեմ դրանց անուններ։ Բայց մեզ ինչ էին ասում։ Ասում էին, դե դի սարքում ենք, որ բանը եղանակի տեսությունը օրինակ գուշակի, որովհետև շատ բարդ process է եղանակի տեսությունը։ Պետք է սուպեր կոմպյուտեր։ Ջոկ մեկն ամենադեբիլ բանը եղանակի տեսությունը, որ ոչ մեկը չի հավատում կամ կարաս մոտ ջոկես այսքան է, այնքան է, նու մի քիչ կոպիտ եմ ասում մոտ։ Ամենադեպս են այս բաներ, որ կեսը նայում են մենակ սեքսի աղջիկներ են, որովհետև բաները հաղորդավարուիները, բացի Հայաստանից, չէ, Հայաստան, դες մի կլիպ կա, չէ, սաղի երկրներին ասած սեքսոտ աղջիկներն Հայաստանում այդ քյարտու տիպա, տղա, ու վաղը անձրև է գալ ժողովուրդ բանը։ Հա, տենց, ով է տեսել տես բան, միլիարդներ ծախսեն մեծ սուպեր կոմպյուտեր սարքի, որ եղանակը որոշի դեբիլություն, չէ։ Պարզա, որ տենց բաների համար էր սարքած, ասենք արհեստական բանականություն օգտագործեն, ինչ-որ հարցեր տա, ինքը որ պլանավոր է, ասենք ենթադրենք տալիս ես պարամետրները, Հայաստանը ինչեր ունի, ինչով է կախված եւ այլ, ու ասում ես, եթե կտրվի Ռուսաստանից ինչեր կարալնի, ոնց կարանք դրա դեմ առնենք։ Ուզում ասեմ, ես ինչ-որ տեղի անենում, էդի պատահական տեղի չի ունենում, որովհետև չի կարա պատահական, ոնց կարաս ես մեծ գործողություն անես պատահական, ասես դե տենանք էլի ինչ կլինի աղբեր։ Տենց չի լինում, ամեն ինչը նախորոք մտածված է, որովհետև էլ եմ ասում, ցանկացած մարդ, ցանկացած բան որ անում, խելացի էլի մարդ։ Այդ մտածում է ոնց անի, ինչ անի, բա որ էսի լինի, բա որ էնի լինի։ Այդ նույն բաներն է Հայաստանի վրով է մտածած արդեն։ Ու այն բաները, որ հիմա ալնում են ու լնելու են, դրանք պատահական չեն։ Այլ մտածված են սցենարներից մեկն է, ու էլ եմ ասում, չնայած այս դեպքում հենց մասոն մուսունների թատնել է խառը, բայց պարտադիր չի տենց մասոն մուսուններն ամեն երկիր ունի ստրատեգիա մշակման, եսի ինչ կենտրոն են, սես բաներ, ինստիտուտներ, որ հավանականություններն են որոշում, չափում ձևում են պարամետրները մյուս երկրների հետ եւ այլ։ Հիմա դաժան օրեր են սպասվում, որովհետեւ իրոք են ուղղություն չգիտեմ ինչի համար են կոնկրետ այդ ուղղությունը բռնու գիտեմ չնայած, բայց դե խորքային էլի ինձ չգիտեմ ոնց կարամ արդեն ստավարը լինի, որ всё-таки համաձայնվի Հայաստանին տանելու այդ ուղղությամբ։ Այն օրը այսի 3 առաջ օրը մի բան էի հիշե, պատերազմը որ ավարտվեց, մի քանի հոգի կային, շատ փոքր խումբ մնաց տենց, չտարածվեց էդի, բայց գիտեք եկե ինչ էին ասում։ Օր ասում են մի հավատա, էդի տենց Նիկոլը բան արը, խափում է, որ սենց եսի ինչ ինքան ինձ անասունություն է, ուսքի չի էլ ուզում լսեի, թե ինչ ուզում ասի։ Հիմա մտածում եմ, արա ասում էի, այս մղձավանջի միակ լավ ավարտեն կլինի, որ վերջում պարզվի, շատերն են, չէ, ասում, սաղ իրար հետ են դե Նիկոլ Լևոն Քոչարյան բան, Սերժ, մի օր պարզվի, որ իրանք սենց հելնեն փաթաթվեն, ասեն աղբերս,
Բարի դու ասես ոնց։ Դու ասեն բա Էսաղ մտածել էինք, սենց դրել էինք, որ կարենայինք Ադրբեջանին ու Թուրքիային հաղթենք։ Ու սենց սիտուացիա են սարքում, որ վերջում բան ենք անում էլի։ Արցախով Նախճիվանով բան Արևմտյան Հայաստանով սաղ հետ ենք բերում ու սենց կայֆավատ։ Ոչինչ, մտածեք մեկ-մեկ սես լավ բաներ պոզիտիվ մտածեք, որ ուրախ լինի մի քիչ կյանքը, թե չի շատ դաժան է։ Բայց դա էլ եմ ասում, ֆանտազիայի են ուլտրա սայֆայ սցենարներից մեկն է։ Լավ եղեք, գազ քիչ օգտագործեք, մի քիչ արեք պահեք, մինչև տենանք ինչ է գալի գլխներիս։ Աստվածտա այս տարի հանենք սրանց ռադ անենք ու հանգիստ ապրենք, այ մարդ, ես ինչ մղձավան չէ իրոք, ես անտերները ինչ եկել են 8 տարի է, չեն թողնում մարդ նորմալ մի օր ապրի, դուք մի օր ապրել եք նորմալ։ Գիտեմ որ չէ, լավ եղեք ընկերներ։